Խնդրեմ եկեղեցու հետ կապված ձեր դիրքորոշումը արտահայտեք, մասնավորապես Աշակ Սրբազանի կալանավորման հետ կապված, որովհետև այսպիսի կարծիքներ կային, որ Աշակ Սրբազանին կալանավորելուց հետո անցնելու են վեհափառին, դուք արդյոք այդ վտանգը տեսնում եք թե ոչ։ Գիտեք, ես անհամբեր սպասում եմ, պարզավոր իշխանափոխությունից հետո Մասիս Մելքոնյանը ու իր նման դատավորի կոչմանը չհամապատասխանող մարդիկ դատական համակարգում չեն լինելու, բայց իմ առաջարկն է հետևյալը լինելու հետագայում։ Մասիս Մելքոնյանը պետք է Նիկոլ Փաշինյանի կալանքի որոշումը տա, հետո հեռանա դատական համակարգից, վերջնականապես ամբողջացնելու համար իր կերպարը ու իր նման իբր դատավորների կերպարը։ Ինչպես վերաբերվում է վեհափառ Հայրապետին։ Գիտեք, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես համարում եմ, որ ցանկացած նմանօրինակ արշավից եկեղեցին միայն ուժեղանում է։ Եվ ես չեմ կարծում, որ վեհափառ Հայրապետին կալանավորելու պարագայում մեր եկեղեցու հետևորդներից որևէ մեկի համար որևէ բան կփոփոխվի։ Որտեղ որ լինի վեհափառ Հայրապետը, այնտեղ էլ կլինի վեհարանը։ Դե այսպես որ շարունակվի ՀԱԱԾ մեկուսարանում եւ առհասարակ մեկուսարաններում, նաեւ Նուբարաշեն քրեակատեվական հիմնարկում ավելի շատ արժանապատիվ հոգեվորականներ եւ arczepiskoposներ կլինեն, քան որոշները, որոնք կառավարության շենքերում ու ուրիշ գաղտուկ տեղերում սեփական կաշին փրկելու համար գործարքների են գնում։